Մենք ինչ հասկացանք, մենք հասկացանք, որ հիմնականում անիմե ֆիլմերը ցենզուրա չեն օգտագործում։ Ինչ որ սեռական թեմաների, ինչ որ իրանց մոտ հիմնականում ինչ որ երազանքների ու մարդկային ձգտումների հետ պատմություններ են։ Իրենք ինչ ուզում անում են, տանում են այն աշխարհ, բերում են այս աշխարհ, ինչ որ կառուցում են լյուբոյ տեսակի կերպարներ, ոնց ուզում են իրենց սյուժետները զարգացնում են ու միշտ տալիս են այն վիզուալը, որը մարդը կուզենար իր կյանքում տեսներ, այլ ոչ թե երևակայեր դրա մասին։ Ու իրանք դա կարողանում են ասես վերցնեն, տանեն այնտեղ, որտեղ էդի աշխատում է ու հետն էլ պահում են այն պահը, որ սովորական կյանքը առանց այդ ամեն ինչի կա։ Այդ տեսակ խաղերի, ֆանտաստիկաների ու գրագետ լուծումների մեջ ինքը դառնում է հետարքիր ու դյուրին։ Ինչքան ինքը դաժե այդ խաջայչի դոմը որ կա, ինչքան ինքը աննորմալ է, այդքան իրան սիրել է տալի։ Այդ է ամենակայֆը, որ դու նայում ես ֆիլմերի տեսակ, որը գույն ունեն, տեսակ ունեն, ձև ունեն ու զարգանում են այտենց։